Ցանկանում եմ ձեզ մի բան ասել։ Ես գիտեմ, որ շատերդ հավանում եք իմ բլոգները Ֆրանսիայում։ Դրա համար այս բլոգը ես կդնեմ եւ ես ձեզ հարց եմ տալու, դուք խնդրում եմ ինձ պատասխանեք։ Եթե ձեզ դուր չի գալիս օտար երկրում, Հայաստանում կամ Իտալիայում եւ այլ բլոգներ, ասեք, որ ես դադարացնեմ եւ երբ որ կվերադառնամ տուն, նորից կսկսենք մեր առօրյան եւ նորից կդնեմ հերթական իմ բլոգները։ Խնդրում եմ բոլորդ արձագանքեք։ Գիտեմ, որ այսօր իմ անծանոթ առաջին անգամ էր գրում, գրել ես ձեզ շատ եմ հավանում, դուք էներգիայով լի ազնվորություն եք եւ շատ շնորհակալ եմ դրա համար, որ նոր մարդիկ արձագանքում են եւ ճանաչում։ Զգում դա էկրանի հետևից։ Դրա համար ես չեմ ուզում, որպեսզի ձեզ ձանձրացնեմ, խնդրում եմ, ինձ ասեք, ազնվորեք, եթե կցանկանաք շարունակեմ այսպես փոքրիկ կադրներ, ընկերուների հետ, Միլենայի հետ եւ այլն, ասեք կդնեմ, եթե ոչ, կսպասենք մինչև կվերադառնամ տուն եւ այն ժամանակ արդեն կշարունակենք մեր առօրյան, իմ տունը, իմ գործերը, մաքրություն, մոտիվացիա եւ այլն եւ այլն։ Դե ինչ իրելիներս, մենք ոնց որ հասանք։ Ժողովուրդ ջան, ուրեմն գնացեք։ Ուրեմն նայեք ժողովուրդ, Թումանյանի 32 գալիս եք, ցեզ մեջ ընկածա, մտնում եք, գրված է Գրիլյան, դիմացը դեղատուն, սա մեր տրադիցիոննի Թումանյանի վրայի խինկալին ու լահմաջուրանոցն է։ Նենց որ իմացած եղեք։ Ռուզան, ստեղից։ Ահա։ Ռուզիան ասա, ես կարող եմ նկարել բլոգի համար, էլի։ Մտել Միլեն ջան։ Ուրեմն ցույց եմ տալիս դիմացը խինկալի Թումանյան։ Այդ հատվածով գալիս եք, թեքվում եք աջ, ինքս ես փակ տեղը։ Հա, հիմա։ Ուրեմն հենց տեղում, ես երեք եկել եմ, երեխեք ջան, դուք գիտեմ, որ բարև ձեզ, բոլորդ ինձ վստահում եք, բացարձակապես ոչ մի բան չի տարբերվում է բոլոր հայկական ռեստորաններից, եթե ես երեք երաշիվն էի, ձեզ ամենայն ազնությամբ կասեի, որ վատն է, բայց ուղղակի հրաշք ուտելիքա, ես հիմա սա կնկարեմ ձեզ բոլորի։ Մերսի շատ, բարև ձեզ։ Այս է մենյուն մոտեցնեմ։ Սենց ատիպիկ մեր հայկական ռեստորան։ Ուրեմն պատվիրեցինք ամարային աղցան, սա քամած մածունն է եւ բադրջանով աղցանը շատ համեղ է։ Հացի տարբեր, վերն եմ արել, հացի տարբեր տեսակներ, տեսել ես փոքրիկ մատնաքաշեշ կաունա։ Լավաշը, ահա ձողիկները, պանրային ձողիկները, խիմ։ Այս էլ մերոնք, Ռուզան ջան, մայիսից ծնունդը շնորհավոր, երջանիկ լինի, մերն եմ արիտ, պապայի ծնունդը շնորհավոր, առողջ, ամենակարևորն առողջ ամփորձանք ցավդ տանեմ։ Պապա տեսնում ես, ժամանակ ես չեմ եղել, բայց գիտեի, որ քո ծնունդները վեր։ Բա, տեսնում ես, հա։ Դաժե։ Չտասին ոնց ու ինչի, պրոստը գիտեի։ Վերեմ կյանք։ Հետևից քեզ նայում էի ու ասում էի։ Հեսա գալիս եմ։ Դու ջես ասում։ Մոլодец։ Արդեն հավատացինք։ Հավատացինք արդեն։ Ոտա։ Դե դավայ, լավ եղեք։ Թող բոլորը մաղթում եմ մի բան։ Ունենան իմ զավակի նման զավակ։ Այո։ Ես մենակ դա կասեմ։ Բարի, կամեցող, խելացի։ Ես ուրախ եմ։ Ես ուրախ եմ, որ ունեմ որդի, այսօր իր ծննդյան օրն է, իր աղջիկը ինձ հետ է։ Ես պապան եմ ասում։ Ու ես անկախ ամեն ինչից կարամ ասեմ, ես հիմա երջանիկ եմ, որովհետև երջանկությունը դրանք բաներ են։ Այսօր իմ երջանիկ բաներից մեկն է։ Ապրես ցավը տանեմ, ապրես մերնեմ արել։ Արժանի ես, արժանիքներ ունես։ Դուս ջան,
Ասա ինչ էիր ասում, Մեռնեմ Արևիկ։ Եկեք խմենք այս բարի համար, եկեք չմոռանանք ոչ մի մեր անցկացրած ոչ մի հաճելի պահերը։ Այն պահերը, որ պահին, որ դու ուրախ ես եղել, որ դու երջանիկ ես եղել, եկեք հիշենք անընդհատ։ Այո, Ռուզան ջան, այո։ Եկեք չմոռանանք այն մարդկանց, ում հետ ենք անցկացրել այդ պահերը։ Կտեսնեք, թե կյանքն ինչքան գեղեցիկ ու հաճելի կլինի։ Ապրես ցավը տանեմ, ապրես քո ամեն մի բառը ոսկի է, ամեն մի միտքդ ոսկի է, Անուշ։ Խմեմ իմ տղու երեխայի կենացը, Միլեն ջան, քո կենացը։ Մինիտին։ Աշխատի միշտ ուրախացնես քո ծնողներին, աշխատի միշտ երջանկացես, ու Աստված թող քեզ երջանկություն տա, որ իրանք ուրախանան գալիս։ Կենացը, Մեռնեմ քեզ, իմ աշխարհ, իմ արև։ Քեզ իմ սիրուն աղջիկ, միշտ այդպես տաղանդավոր լինես, լավ բալիկ լինես, ու շատ արտակարգ գիտար նվագես, ու Անահիտին է սովորացնես, զակուլյալ։ Ահա, տենամ գիտես, լյալ։ Զագուլայ, էլի, զագուլայ։ Մեկը գիտես որն եմ ուզում նվագես, պաստոյ պարավոզ։ Դարմաժզիցե կալյոսի։ Ոխ երեխեք, ականջներիս ես պերեկիսը ոնց հավացրից։ Բարի լույս սիրելիներս, բարի լույս իմ լավ ժողովուրդ, ռեպորտաժը շարունակվում է Հայաստանից, Երևանից։ Ես հիմա քույրս գնացել է իր գործերով, ես իշնեմ մի քիչ վերնիսաժում պտտվեմ, քանի որ մենք ապրում ենք այս քիփ վերնիսաժի մոտ, եւ մի քիչ դուրս գամ, նայեմ, տեսնեմ, մի երկու նվերներ ունեմ գնելու, ես ուղղակի ինչ ասեմ, ասես ման գամ, հետո արդեն կորոշեմ, թե ինչ եմ գնում։ Բարևում եմ իմ հարազատ հետևորդուհիներիս, հետևորդներին եւ ամենակարևորը արդեն այս վլոգը դուրս եկավ, բոլորդ գիտեք, մենք ինձ թվում է ես իմ հետևորդուհիների հետ միացենց, ինչ ասեմ, կհավաքվենք ընդհանուր միտեղ եւ կհանդիպեմ բոլորի հետ միասին, որովհետեւ չեմ կարող հաթաթ բոլորի հետ հանդիպեմ։ Դե ինչ գնացինք։ Շատերը ինձ ասում են Անահիտ ջան, մի մոռացի, ասա մարդկանց, որ դնեն լայքեր եւ գրանցեն քո ալիքին։ Սիրելիներս, ստիպողական ոչինչ չի լինում։ Ես իմ ալիքը կոմերցիալ չի։ Եթե չեն ցանկանում, թող չդնեն։ Ես գերադասում եմ ունենալ փոքրիկ թիպ, բայց համերաշխ եւ գրագետ եւ ինտելեկտ։ Դրա համար սիրելիներս, ցանկանում եմ, որ դուք ոչ թե դնեք լայք, այլ սիրեք Անահիտին։ Դե ինչ գնացինք։ Եմ եկել պտտվելու, քանի որ գիտեք Ռուզանան գնաց իր գործերով, ասեցի մենք մոտ ենք ապրում, մտնեմ մի հատ մեր Կարլայի մայրիկի համար նվեր գնեմ եւ իմ ընկերուհիների։ Ուրեմն ման եկա, գիտեք, բոլորդ ինձ սիրում եք, բոլորդ ինձ հավատում եք իմ ամիջականության եւ գիտեք, որ բոլոր սպորտսմեններն ճիշտ խոսող են։ Այս հետևով դուրս եկա, քարից բաներ էի ման գալի, երկու հոգի ինձ անպատվեցին, վախեցած փախա։ Չնայած ինձ ոչինչ չի վախացնում, գիտեք, պատասխանը ստացավ։ Եվ պատահաբար ընկա այս սիրունիկ աղջկա վրա, ձեր անունը ինչպես է, Անի, ես իրա քարտը վերցրել եմ, ես քարտը կդնեմ իմ այդ դեսկրիպցիոնի տակ, YouTube-յան, ժողովուրդ,
բոլորն էլ լավն են մեր վաճառողները եւ այլն։ Ուրեմն այս տաղավարը իրանք են արտադրում։ Ես մի հատ խնդրում եմ, իրանց դիզայնն իրանք են անում։ Ես մի հատ խնդրում եմ, սա նայեք։ Եվ սա իր ականջների արծաթը, ուղղակի հրաշք է։ Աշխատանք ես գտա մի երկու բան մեր իմ Կարլայի մամայի համար։ Ես հիմա այն կնկարեմ եւ գիտեք ինչ ամենակարևորը, մի հատ խնդրում եմ Մարգարիտը բնական, մի հատ խնդրում եմ աշխատանքը նայեք։ Իսկ սա ուղղակի հրաշք է։ Սա երևի իմ երկու ընկերուհիների համար կգնեմ։ Գիտեմ, որ մեկը սիրում է կարալնի գույներ, կարմիր, մյուսը կապույտ։ Սա երևի Մախտինի համար կգնեմ։ Սա շատ լավն է։ Եվ կարող եք այսպես հագնել եւ երկու կողմանի սիմվոլիկ շատ հայկական, սա ինչա ծաղիկ է մեջը։ Բնական ծաղիկներ են, հազարաթերթիկներ են, անմորուքներ են, իսկ հետևում հայկական զարդանախշեր են, հավերժության նշանն է։ Ուղղակի հրաշք։ Քարերը ցրկոնից են։ Այո, հիմա լսեք ժողովուրդ ջան, ես գիտեք իմ հավաքածուն բավականին գին է եւ միշտ ասում է մայրիկը 90 տարեկան եւ ես։ Երբ որ կա գին, ինքը արդարացնում է իր որակը։ Այնպես որ եթե դուք կգաք Լուսինե Հարությունյան եւ ինքը արտակարգ գործեր ունի, երեխեք աշկերը շատ չունի եւ ես շատ ուրախ եմ։ Մի հատ խնդրում եմ սա նայեք էլի։ Մի հատ խնդրում եմ այս ագաթից բրասլետը նայեք։ Մի հատ կդնեք, տեսնեմ։ Գինը արժեքը 45000 արժե ժողովուրդ ջան։ Սա ունենում եք մեկ անգամ եւ դա լինում է ձեր բիժուների հետ։ Ուղղակի հրաշք։ Ընքան ուրախ եմ, որ գտա ես այս տաղավարը, քանի որ ես հիմա այստեղ եմ ապրում, մինչև հուլիսի 8-ը, ես մի քանիսը կնկարեմ։ Սա ինչ օրիգինալ է, երեխեք մի հատ նայեք, եթե ես կարողանայի կրել արծաթ, երևի այս տաղավարը լրիվ կգնեի իմ համար, բայց դժբախտաբար ականջներից պրոբլեմ ունեմ։ Միգուցե թե մի օր դնեմ, դե լավ սիրելիներս, մի հատ կենտրոնանամ, որովհետև նաև կան բրասլետներ, այս սա կաշվի, կաշվով են, այո, ինչ արժեն սրանքը 3500, 4000 եւ 5000, մի հատ սա էլ նայեմ ժողովուրդ ջան, բարի լույս բոլորիդ, բարև ձեզ սիրելիներս, ձայնս հռոմից քաշված է, չգիտեմ ինչու, հիմա շատերդ կասեք Անահիտ, ես ինչ մեզ զխապեցիր, որ չեմ խապել ժողովուրդ ջան, ուղղակի չեմ ասել, ասեմ ձեզ, որ այս անգամ մի քիչ շատ վերցրեցի Երևան, համար ես մի քիչ իմ համար դժվար կլինի հանդիպել իմ հետևորդուհիներին, ոմանց ովքեր որ ցանկանում են, ես կաշխատեմ բոլորին չափին սահմաններում, եթե ձեր համար նեղություն չի հանդիպենք ինչ-որ միտեղ բոլորը միասին, կամ եթե շատ լինենք երկու խումբ, որովհետև ես բավականին զբաղված կլինեմ, դրան էլ որ ունեմ բավականին բարեկամներ, ընկերներ, պիտի աշխատեմ գոնե բոլորին տեսնեմ, ինչ է ուզում ձեզ ասել սիրելիներս, իմ տպավորությունը, ես ձեզ նոր ասեցի, որ քայլում ես փողոցներում, քեզ թվում է թե ամեն ինչը սենց էլ եղել է, դու չես բացակայել, որ հոգուտ մոտ ինչ որ մի, ինչ ասեմ, մի հատ երևույթ, որը որ դա անբացատրելի է։ Ես այն օր ինձ մեկը Instagram-ով գրել էր, անդրադառնամ դրան, Անահիտ ջան, դուք այնքան վեհանձն մարդ եք, այնքան ինքնասիրության բարձր, որ ես նկատել եմ, որ դուք անգամ, որ ասում եք չմոռանաք լայքերը, եթե սիրում եք, ես այդ բառը հաճախակ եմ ասում, որտեղ չեմ սիրում, գիտեք, բոլորը ես ինչ որ ձեզ ստիպելով մի բան անել տամ, եւ դրա համար ես շատ եմ սիրում, շատ շնորհակալ եմ, մերսի։ Գիտեք, ժողովուրդ ջան, ես երեք լավ ծիծաղացել ենք ընկերուներով քրոջս հետ, ուրեմն ես եկա Հայաստան, մենք մեր թիմը 9055 ոնց որ։ Չեմ էլ նայում դաժե։ Երեք չառաջ որ նայում, տեսնում երկու հոգի դուրս եկան, այսօր երկու հոգի, գիտեք ինչն է ծիծաղս գալիս, որ ես էլ շատերին չեմ նայում, անգամ ռուս բլոգերների է առաջ գրանցված, բան չեմ նայում, բայց պատկերացնում եք մարդկանց, ինչ ասեմ, այդ
մարդկանց բնավորության տեսակները։ Ասենք դու չես նայում այդ մարդուն ու դու բռնում ջնջում, ասես շատ պիցա չեմ նայում, սպասի անջատեմ։ Սիրելիներս, այդ մի հատով երկու հատով ոչ մի բլոգեր ոչ քասի բանում է, ոչ հարստանում է, ոչ դառնում է միլիոնատեր։ Ես բոլորի ձեզ ասել եմ, չէ՞ արդեն, որ իմ բլոգը կոմերցիալ բնույթ չունի։ Ես ուղղակի բացեցի, որ շփվեմ իմ հայ ազգի հետ, բացեցի, որ լավ ընկերներ գտնեմ եւ ունեմ եւ ավելի ինչքան շատ մարդ ես ճանաչում, այնքան մարդ ես։ Որպեսզի ցույց տամ, որոշ բաներ կիսվեմ այն բաների հետ, որոնք չգիտեն շատերը։ Գիտեք, դա ամոթ բան չի, օրինակ իմ քույրերը այդքան զարգացած, այդքան, ինչ ասեմ, ամեն ինչ գիտեն, բայց ինձանով մարդիկ այնքան բան են հայտնաբերում, չհաշված իմ Ֆրանսիայի ընկերությունը։ Ես սիրում եմ, ունեմ այդ բնավորությունը, որ գտնել, մեկ էլ իմ քրոջս աղջիկներն էլ են այդպես, եւ մեկս մեկից, այդպես մեկս մեկիցը սովորում ենք։ Գիտեք, ամենավատը որն է, նախանձը, չարությունը։ Դրա համար ես ձեզ մենակ մի բան կարող եմ ասել, նրանք ովքեր դիտում են ինձ եւ մտածում եք, ես չեմ նայելու այս կնոջը ջնջեմ, ջնջեք, դուրս եկեք։ Ես ուզում եմ մնանք այնքան, ինչքան կանք։ Իմ համար դա չի նշանակում, որ ամենտեղ սենց գլուխս տնկած ասեմ, մենք 10,000 ենք, 20,000 ենք, 1 միլիոն ենք, 2 միլիոն ենք։ Կան շատերը, որոնք միլիոններ են, ուղղակի ես անհարմար եմ զգում, որ ես էլ եմ իրանց ազգից, այդքան բան կարամ ձեզ ասեմ, վերջ։ Չեմ սիրում քննադատել, չեմ սիրում անուններ տալ, ուղղակի մի բան կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ դե լավ չասեմ, ինձ ճանաչողները կհասկանան։ Դե ինչ սիրելիներս, բայց չեմ դադարացնի, որոշեցի ու պորնի չեմ դադարացնի, որպեսզի մի քիչ, ոնց ասեմ, թեկուզ պատահաբար մի հատ օտար ազգի մարդ նայի, ասի, յա, այս կինը հայ է, կամ այն մեկին նայի, ասենք խոսքի մի քանի բլոգերներ կան, շատ եմ սիրում իրենց լավն են, նայի ասի, յա, այս հայ է, պային մեկն էլ էր հայ է, որ խայտարակություն, խորձերություն, այսինքն ինչ եմ ձեզ ուզում ասել, սիրելիներս, սա նախանձ չի, հանգարց չմտածեք, ես ուղղակի բառեր չեմ գտնում, մարդկանց մարդկությունը արդեն դարել է լրիվ, ոնց ասես, պրիմիտիվ, այն օր ինձ մեկը, ձեզ մի բան էլ ասեմ, ասեց Անահիտ, ես քեզ խորհուրդ կտամ քո ֆրանսիական ալիքդ ուշեղացնես, որովհետև ֆրանսիացիները բնականաբար ոնց ասեմ ձեզ հարգում են եւ գնահատում են գեղեցիկը, գնահատում են գեղեցիկ ցույց տալը, ճաշերը, գնահատում են լավ խոհանոցը, գնահատում են այդ մարդու արտաքինը, իր խոսալը, թեկուզ այդ փոքրիկը այդ մեր հայկական ակցենտը։ Դուք գիտես ինչքան շատ մարդ քեզ գնային, բայց ասեցի, բայց իմ նպատակը դա չի։ Ես ֆրանսիականը բացել եմ, ուղղակի չեմ էլ աշխատացնում, իմ նպատակը իմ հայ ժողովուրդի հետ շփվելն է։ Իմ հայ թիմի ժողովուրդը հարաբերական է, որովհետև հայերը շատ են, բայց արի ուտես, որ կան, նայում եմ, կան փոքրիկ բլոգերներ, փոքր եմ ասում, որովհետև տենց հազարների բան են էլի, շատ գեղեցիկ են ներկայացնում ամեն ինչը, իրանց ընտանիքը, ոչ մի վուլգարություն չկա, մարդիկ իրանց համար գնում են, գալիս են, դա իրանցն է, ես չեմ նայում, որովհետև բաներ կան իմս չի։ Այս մանավանդ այս քանի ժամանակը ես բավական զբաղված եմ Ռոմ, Վենեցիա, Ջիզոլո, Երևան եւ այլն։ Հիմա արդեն Երևանում ինձ թվում է բավականին քիչ կլինի բլոգներ, որովհետեւ չգիտեմ, ինձ ասեք տեսնեմ ինչ կցանկանաք Երևանում նկարեմ, կուզեք նկարեմ ռեստորաններ, կուզեք նկարեմ փողոցներ, կուզեք նկարեմ միայն եւ միայն մեր թափառելը։ Նայեք, ասեք, անպայման ասեք, որպեսզի ես իմանամ իմ օտար երկրի հայերի համար ինչ եք ցանկանում ձեզ ցույց տամ, որովհետև ասեմ ձեզ չեմ սիրում ես ցուցադրություններ կամ ցուցադրական բաներ գցեմ, որ մարդիկ իմանան ես եկել եմ, գնացել եմ հաց եմ ուտում, գնացել եմ բնականաբար դյութեք, ոչ չմեռնեք, այս ձենս քաշվել է, երեխեք ջան, երևի հռոմում շատ եմ երգել, ու այդ ժամանակ արդեն ես կիմանամ, թե ինչ ցույց տամ, ոնց անեմ, գիտեմ, որ շատերը կարոտում եք Անահիտին իր տանը,
Բայց դե գիտեք ինչ, ես ամբողջ տարին պետք է մենք ցույց տանք նույն նմանատիպ բանը, դրա համար եկեք давайте желайте Анаիդ удачи։ Դեռ սիրելիներս պատրաստվենք, գնանք մի քիչ ման գանք, այսօր երեկոյան ունենք պրոգրամ, վաղը ունեմ պրոգրամ, մի հատ զանգեմ ընկերուս, որ վաղը հանդիպեմ իրեն անհապաղ մեր ընկերուներից, ես վաղուց չեմ տեսել։ Դե լավ, գնացինք։ Հայ մի փոքրիկ զրույց, մի փոքրիկ մեր Երևանը, մեր օրը, այսքանով եկեք ավարտեմ այսօրվա վլոգը, մնացեք Անահիտի հետ, գրանցվեք Անահիտ վլոգ, դրեք լայք, սիրում եմ ձեզ, համբուրում եւ ասում պակա-պակա։